Քո եւ Հովանես Ազոյանի ամուսնալուծությունից 10 տարի անց առաջին անգամ որոշել ես խոսել։ Կոպիտ ասած զյոզնի տարա։ Արտիստը իրականում ոչ ընտանիքինն է, ոչ կնոջին է, ոչ երեխաներին է, ինքը բոլորինն է։ Բաց թողեցի Հովանեսին, որ ինքը աշխատի, արարի։ Մեծ աղջիկդ դպրոցից տուն վերադարձավ շատ բարդ ու ծանր հոգեվիճակով, որովհետև դասընկերներն ասել էին, որ կարդացել ես, թե ինչ են գրում հայրիկիդ մասին։ Սկսած համասարամոլությունից ավարտած նարկոմանիայի, նշում էին, որ դավաճանությունն է եղել պատճառը։ Տղամարդու հետ եմ ես բռնացրել։ Որպես արդեն նախկին ամուսիններ գնացինք միասին նշեցինք մեր ամուսնալուծությունը։ Ողջույն, առանց ֆիլտրերի այսօր զրուցելու ենք դիմահարդար նկարչուհի Մերի Մարտիրոսյանի հետ, ում շատերը դեռ հիշում են որպես Մերի Ազոյան, Հովանես Ազոյանի նախկին կին։ Մերի, ողջույն։ Ողջույն։ Վաղուց ինձ այսպես չէին ներկայացրել։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ձեզ շնորհակալ եմ հրավիրելու համար։ Մերի, քո եւ Հովանես Ազոյանի ամուսնալուծությունից 10 տարի անց առաջին անգամ որոշել ես խոսել։ Այս ողջ տարիների ընթացքում բոլորը ցանկանում էին լսել քո պատմությունը, բայց դու լուռ էիր։ Որն էր պատճառը եւ ինչու որոշեցիր հիմա խոսել դրա մասին։ Անկեղծ ասած, սկզբնական շրջանում, երբ նոր էինք ամուսնալուծվել, ահա որ շատ էին զանգահարում եւ հրավիրում տարբեր հարցազրույցների, բայց իմ կարծիքով շատ սխալ կլիներ այդ ժամանակ խոսելը, քանի որ ես նոր ամուսնալուծված էի, շատ բարկացած էի, շատ նեղացած էի, կոտրված էի, միգուցե եւ սխալ լիներ այդ ժամանակ իմ ասելիքը։ Իսկ հիմա ես շատ ինքնաբավ, շատ երջանիկ, շատ հանգիստ, իմ մոտ ամեն ինչ նորմալ է եւ կարող եմ խոսել հանգիստ բոլոր թեմաների շուրջ։ Հովանեսի նամակը ուղղված քեզ, Մերի իմ միակ սեր, ոչ մի կին քեզ երբեք չի գերազանցել, մոտարապես այսպիսի տողեր էր, որը պայթեցրեց բառի բուն իմաստով համացանցը ու բոլորը առաջին անգամ իմացան ձեր ամուսնալուծության լուրը։ Ավելի շատ տպավորություն էր, որ Հովանեսը ավելի ծանր է բաժանումը տարել։ Իրապես այդպես էր, թե տպավորությունները այդպիսին։ Այստեղ տղամարդու եւ կնոջ ծանր տանելու չտանելու մեջ չի իրականում։ Բնականաբար երևի թե Հովանեսը ավելի ծանր է տարել, քանի որ բաժանվողը եղել եմ ես։ Միշտ էլ ով գնում է, նա ավելի հեշտ է տանում, քան ում որ թողնում են։ Բնականաբար ինձ համար շատ ծանր է եղել, որովհետև Հովանեսի հետ անցկացած 10 տարիները 10 տարիներից 8-ը իմ համար եղել են իմ կյանքի ամենաերջանիկ տարիները։ Ես չեմ թաքցնի, ես այնպիսի մարդ եմ, որ մարդու մեջ միայն լավ արարքներ եմ հիշում։ Ես ոչ մի վատ արարք չեմ հիշում։ Դա միայն Հովանեսի հետ չի կապված, առհասարակ ամբողջ իմ գիտակից կյանքում ես այդպես եմ։ Այսինքն ես հիշաչար չեմ, հայև ներել եմ բոլորին, չկան չներված մարդիկ։ Հենց որ եթե ինքը ծանր է տարել, ինքը իր հարցազրույցները տվել է։ Մեր նախնական զրույցի ժամանակ դու նշեցիր, որ նա բոլորին էր, մերը չէր։ Ինչ է սա նշանակում եւ ինչպես էր սա անդրադառնում ձեր ընտանիքի վրա։ Իրականում հաշվի չառնելով, թե ամբողջ Հայաստանի Հանրապետությունում ինչ լուրեր են տարածվել իմ եւ Հովանեսի ամուսնալուծության հետ կապված, ֆանտազիայի, ճիշտ ասած, ժանրից էր դա։ Ես ինքս իմ համար եմ, որ վաու, հա սրա համար ենք բաժանվել, то есть մենք էլ չգիտեինք ինչի համար ենք բաժանվել։ Ես կուզեմ, ճիշտ ասած, Անիջան, դա օֆիցիալ հերք եմ, այն բոլոր միֆերը, որ պատտվել են իմ եւ Հովանեսի ամուսնալուծության հետ կապված, այդ ամեն ինչը սուտ է, որպես Հովանես Ազոյանի նախկին 10 տարվա կին ես կարող եմ հաստատ ասել։ Չկա նման բան, ով լսել է նորությունները, շատ լավ գիտի ինչի մասն եմ ես խոսում։ Ես դա հերքում եմ։ Իսկ ինչի համար ենք իրականում ամուսնալուծվում, ես հիմա կասեմ։ Իրականում, երբ որ Հովանեսի հետ նոր էինք ծանոթացել, ճիշտ ասած, դե բնականաբար ես գիտակցելով եմ ամուսնացել իր հետ, իմանալով, որ նա արտիստ է, նա բեմի մարդ է, հանրային մարդ է։
բայց այս ողջ լրջությունն ու ծանրությունը չէի պատկերացնում եւ այդ տարիների ընթացքում հասկանալ, որ արտիստը իրականում ոչ ընտանիքինն է, ոչ կնոջին է, ոչ երեխաներին է, ինքը բոլորինն է։ Եվ դրա հետ համակերպվելը ինձ համար տարիների ընթացքում դարձավ դժվար, մանավանդ մեր բալիկներից հետո, երբ որ նույնը բալիկներն էին զգում, այդ իմ համար մի քիչ դժվար դարձավ։ Հետո մեր մտածելակերպը, հա, փոխվեց, մենք արդեն մի տեսակ ոնց որ նույն ընտանիքի ֆորմուլայի մասին չխոսեինք, չպատկերացնեինք։ Դրա համար ոնց որ ժամանակ առ ժամանակ անցավ ու ես հասկացա, որ ուղղակի արտիստին պետք է թողել ազատ, որովհետև յուրաքանչյուր արվեստի մարդ ինքը տենչում է ազատության, ինքը սիրում է ազատ լինել, ինքը իր մտքերի հետ, ինքը իր կյանքով, ինքը իր ամեն ինչով։ Դրա համար ես տենց բաց թողեցի Հովհաննեսին, որ ինքը աշխատի, արարի, իր ստեղծագործ տեսակը չկորցնի։ Իսկ քո կարծիքով այն Հովհաննեսը, ում դու ճանաչեցիր եւ ում հետ ամուսնացար, տարիների ընթացքում փոխվեց։ Բնականաբար, ես էլ եմ փոխվել։ Ոչ միայն ինքը, ես էլ եմ փոխվել շատ։ Ինքը մի քիչ ավելի շատ։ Բայց տենց վատ իմաստով չեմ ասում։ Ուղղակի միգուցե մի փոքր որն է ճիշտ բառը ինքը իրեն մի քիչ ոնց որ կոպիտ ասած զյոզնի տարավ։ Աստղային հիվանդությամբ։ Հա, աստղային հիվանդություն մի փոքր ունեցա։ Դա էր խանգարում։ Դա ինձ խանգարում էր, հա, որտեվ ինձ ոչ մի անգամ ոչ մի բանը չի փոխել, ոչ գումարը, ոչ ճանաչվածությունը, ոչ բիզնեսներ ունենալը, բացարձակ չի փոխել։ Այսինքն ընտանիքում դու դա զգում էիր։ Ոնց էր արտահայտվում դա։ Ինքը չէր լինում, որ մենք զգայինք, ինքը միշտ բացակա էր։ То есть այդ բացակայությունն էր ինձ խանգարում։ Դրա համար ավելի լավ էր բացակա, ամեն մեկս մեր կյանքով բացակա լինեինք։ Դու նշեցիր, որ այդ օրերին, երբ ամուսնալուծության մասին լուրերը տարածվեցին, մեծ աղջիկդ դպրոցից տուն վերադարձավ շատ բարդ ու ծանր հոգեվիճակով, որովհետև դասընկերներն ասել էին, որ կարդացել ես, թե ինչ են գրում հայրիկիդ մասին։ Ցավոք սրտի դա մեծ պրոբլեմ է այս երկրում, սոցցանցերով տարածել ինչ-որ հիմար նորություններ եւ ապա տեղեկատվություն, որը չի համապատասխանում իրականությանը, եւ քանի որ իմ աղջիկը այո արդեն մեծ էր ու եւ համացանցում կար եւ դպրոցում լուրերը շատ արագ իրեն հասցրել էին, ինքը հա շատ տենց որ ասեմ շատ ծանր է տարել, իմ երկու երեխաներն շատ ծանր չեն տարել, հոգեկան տենց շատ ծանր վիճակում չեն եղել, որտեղ չեն տեսել պապային, պապան առավոտը գնացել է աշխատանքի, գիշերը շատ ուշ եկել է, իրանք դասի են եղել, ինքը գնացել է, ինքը չեն տեսել իրար, որ դրա համար ծանր տանել է, ինքը ուղղակի շատ ծանր էր տանում, որ շատ կողքից ավելի շատ խոսում է։ Վատ, հա, ինֆո էր հասնում երեխային, որ ընդհանրապես պետք չէր։ Եվ որը չէր համապատասխանում իրականությանը։ Եթե դեմ չես մի փոքր բացենք, հա, փակագծերը, որովհետև սկզբում էլ նշեցիր, որ դրանք միֆեր են եւ չէին համապատասխանում իրականությանը։ Ինչի մասին էր խոսքը։ Եթե չեմ սխալվում, նշում էին, որ դավաճանությունն է եղել պատճառը եւ այլն։ Հա, դա մի պատճառներ կար էլի էլի կային վարկածներ։ Հա, ինչ որ շատ տարբեր, սկսած համասեռամոլությունից ավարտած նարկոմանիայից եւ այլն եւ այլն։ Ժողովուրդ ջան, ես դրա համար չի որ բաժանվել եմ, դա չի համապատասխանում իրականությանը։ Անկամ ավելին ասեմ, որ ինչ որ շատ հիմար լուրեր էին տարածել, որ տղամարդու հետ եմ ես բռնացրել նախին ամուսնուն, որը էլի սուտ է եղել, ասենք չի եղել տենց բան։ Ու ես ուղղակի ուզում եմ հասկանամ տաղանդավոր ռեժիսորները, սցենարիստները ուր են կորում, ու կարեն շատ լավ ֆիլմ նկարեին, բայց ի տխրություն շատերին դա սուտ է եւ չի համապատասխանում իրականությանը։ Մերի դու նշեցիր, որ ԶԱԳՍ-ից հետո դու գնացել եք նշելու ձեր ամուսնալուծությունը, փորձել եք ավելի հումորով։ Կպատմես այդ մասին։ Ճիշտ ասած, մեր ամբողջ կյանքն էր հումորային։ Ես սկսած ամուսնությունից մինչև ամուսնալուծությունը 2 տարի ես շատ արդեն որոշումս կայացրել էի
բաժանվելու, բայց ինքը տենց համառորեն չէր բաժանվում եւ փորձում էր ամեն ձև տենց պահեր ոնց որ ինձ, բայց մի խոսքով եկավ այդ օրը, որ մենք գնում ենք ԶԱԳՍ, իսկ մենք ԶԱԳՍ-ի արդեն 3-րդ օրն էինք, 3 անգամ ենք գնում, 3-րդ անգամներ ԶԱԳՍ-ի աշխատող ասում դուք նորից եք եկել, եք ուզում ամուսնանաք, ուղղակի առաջ անգամ դե օրինական ամուսնացել ենք, երկրորդ անգամ ԶԱԳՍ-ի թուղթը կորցրել էինք, նորից ենք գնացել, հիմա 3-րդ անգամ գնում ենք, որպեսզի ամուսնալուծվենք, այս կինը չէր հասկանում ինչա կատարվում, մի խոսքով մեզ շատ արագի մեջ բաժանեցին, որովհետև մենք տենց խաղացինք իբր թղթերի համար է պետք, բան տենց որ ուղղակի լուրերը շուտ չտարածվեին, ստացվեց մեզ մոտ եւ դուրս եկանք, որպես արդեն նախկին ամուսիններ գնացինք միասին նշեցինք մեր ամուսնալուծությունը։ Իր հետ միշտ ուրախ է եղել, անգամ կռիվները, վեճերը միշտ եղել են, ավարտվել են հումորով։ Ինքը կարար մի բան ասել ու տենց հումորի դա վերածվել եւ ելի ես չշարունակեի։ Իսկ դուք ինչպիսի զույգ եք առանց տեսախցիկների։ Երևի թե ամենաիդեալական, անկեղծ եւ ամենատարօրինակ եւ ամենայուրօրինակ, որովհետեւ դե արտաքնային տարբերությունը, որերի տարբերությունը միշտ եղել ենք որպես յուրահատուկ զույգ, իսկ առանձին մենք առաջի հերթին եղել ենք լավ ընկերներ։ Այդ շատ կարևոր է զույգի մեջ, երբ որ իրանք լինում են լավ ընկերներ։ Այսինքն ամուսնալուծությունից հետո անգամ կարող է մեր շփումը տենց ամենօրյա չի եւ այլն, բայց միևնույն է ես գիտեմ, որ ինքը իմ ամենալավագույն ընկերն է մնալու։ Այսինքն կարող է ցանկացած պահի զանգահարել եւ հակառակը ցանկացած պահի ես կարող եմ զանգահարել, բայց չեմ զանգահարում, որովհետեւ դե Հովհաննես արդեն ամուսնացած է, ունի երեխաներ եւ այլն։ Բայց ուզում եմ ասեմ, այդ ընկերական վիճակը եղել է միշտ, դրա համար իմ ու իր զույգը իրար միշտ հասկացել է ու այն որ ամեն հարց ես եղել եմ իր կողքին, ինքը եղել է իմ կողքին, իդեպ իր շնորհիվ է, որ ես ունեմ այս մասնագիտությունը դիմահարդարի։ Այդ իր շնորհիվ է, ես շատ շնորհակալ եմ Հովհաննես ջան։ Ինչ ասել է իր շնորհիվ։ Երբ որ մենք ամուսնացանք, ինքը ինձ առաջարկեց շարունակել ինստիտուտային, որը ես կիսատ էի թողել իրավաբանական, ես չցանկացա շարունակել, որովհետև ճիշտ ասած արդեն ամուսնացել էի, էլ դիպլոմ պետք չէր։ Դրա համար ես առաջարկեց ինչ ես ուզում անես, ասեցի ուզում եմ մեյքափ սովորեմ, քանի որ մասնագիտությամբ նկարչուհի եմ։ Ամենամոտը դիմահարդարումն էր։ Այդպես ոնց որ ինքն է եւ ֆինանսավորել եւ Հրանուշի մոտ ոնց որ տարել եւ տենց մենք ես ստացա իմ մասնագիտությունը։ Աղջիկները ինչ հարաբերություններ ունեն հայրիկի հետ ու արդյոք շատ է շփումը, որովհետև արդեն Հովհաննեսը նաև ունի իր ընտանիքը, երեխա։ Շփումը շատ հաճախ չի, որովհետև ճիշտ ասած աղջիկներս արդեն մեծ են, իսկ իմ հետ շփումը այդքան շատ չի, իրանք իրենց կյանքով, իրենք իրենց ընկերներով, բայց շփում են հայրիկի հետ, բնականաբար, հայրիկն էլ իրենց հետ, նորմալ, բարի դրացիական վիճակ է։ Այդպես արտառոց ինչ-որ բաներ չկան։ Մեծ աղջիկդ Կարինան որոշել է հայրիկի մասնագիտությամբ գնալ շարունակել, դերասանուհի ռեժիսոր է ուզում, չէ՞ դառնալ։ Կարինան ավելի շատ ռեժիսոր սցենարիստ։ Հետո եթե հաջողվի նաև դերասանական դասեր էլ կվերցնի, բայց հիմա հստակ Լոս Անջելեսի LACC քոլեջը ինքը, հետո նոր AFI ինստիտուտ կա, շատ լավ, որը երազանք է ճիշտ ասած, դեռ ճանապարհին ենք, քոլեջը պետք է ավարտենք, հետո նոր ընդունվենք, մեծ գործեր ունենք Կարինայի հետ, ես մեծ հույսեր եւ ապագա եմ տեսնում, հույսերս կապում եմ Կարինայի հետ։ Իսկ փոքր աղջիկը Վիկտորիան ինչ է։ Փոքր աղջիկս իմ գեներն է քաշել, ինքը նկարչուհի է, շատ լավ, ի վերուս տված էլի իր մոտ այդ նկարչական ջիվը չի գնացել երբեք, բայց նենց է նկարում, որ շատ ժամանակ ես եմ դառը կասկածում, ասում եմ, Վիկ, հաստատ դու ես նկարել։ Մամա, հայ, ես հիմա նկարեմ։ Երկու երեխաներն են, տենց արվեստի երեխաներ են, արվեստի մարդիկ։
Մերի, երբ ձեր լուրը տարածվեց ամուսնալուծության մասին լուրը, հասարակությունը շատ կոշտ արձագանքեց ու մեղադրանքները ուղղվեցին Հովհաննեսի կողմ։ Ինչ ես կարծում, որն էր պատճառը, ու այդ ընթացքում դու փորձել ես աջակցել հոգեպես, որովհետև գիտեմ, որ նա էլ ծանր իրավիճակում էր, դեպրեսիա, մեկուսացում եւ այլն։ Կոշտ արձագանքները միշտ են մեր կյանքում, անպայման չի ամուսնալուծության։ Հատկապես իրեն էին մեղադրում, մեկնաբանություններ էին բավական։ Հայերը տղամարդկանց են մեղադրում, կնոջը ոչ մեկ չի մեղադրում երբևիցե։ Ես չեմ ձեռնարկել ճիշտն ասած, որովհետև սկզբնական շրջանում, երբ որ նոր էինք ամուսնալուծվել, չհաշված որ նշել ենք իրար հետ, հետո իհարկե մի քիչ տենց նեղվածություն եղավ իմ ու իրա մեջ, մենք տենց աշխատում էինք չշփվել, որովհետև միգուցե եւ իրա մոտ այդ բարդ process-ը սկսեց այդ քննադատությունից իրեն, որ ինքը տեսնում էր, որ բոլոր կոմենտների մեջ մերի անունը բացարձակ չկար, բոլորը պաշտպանում էին ինձ եւ քննադատում էին իրեն։ Ես չեմ ձեռնարկել ոչ մի բան, միգուցե սխալ եմ եղել, բայց այդ ժամանակ ավելի մտածում էի իմ երեխաների մասին, քան մնացած մարդկանց։ Եթե հնարավորություն ունենայիր մեկ նախադասություն ասել 10 տարի առաջվա Մերին, ով բաժանվեց, ինչ կասեիր։ Ինչ բարդ բան է։ Բարդ հարց է։ Ինչ կասեի։ Կասեի, որ Մերի ջան, ամեն ինչ լավ է լինելու քո կյանքում, որ ինչ որոշում ես կայացրել։ Հա։ Հաստատ կասեի, որտեվ նայեք, ինչ հետաքրքիր բան է։ Ես համ չեմ փոշմանե, որ հենց Հովհաննեսի հետ եմ ամուսնացել, եւ չեմ փոշմանե, որ ամուսնալուծվել եմ հենց Հովհաննեսի հետ։ Այդտենց բարակ։ Գիտեմ, որ ամուսնալուծությունից հետո նաև քեզ զանգահարում էին, փորձում էին մխիթարել, հայ հասարակությունը մի փոքր ծայրահեղացնում էր։ Այդ մասին կուզեմ նաև խոսես։ Չգիտես ինչու հայ հասարակության համար ամուսնալուծված կինը դա որ գնա եւ վերջ տուր կյանքիդ վիճակն է։ Չէ, բացարձակ։ Հակառակ կինը, երբ որ ամուսնալուծվում է, երբ որ ինքը մնում է մենակ, ինքը իր հետ, այդ այն դեպքում, երբ որ կինը ինքը իր հետ հաշտության մեջ է, գարմոնիայի մեջ է, ինքը իրան սիրում է։ Ես այդ կնոջ մասին եմ խոսում, որովհետեւ ես այդպեսին եմ, եղել եմ կամ ու լինելու եմ այդպես։ Ինձնից շատ ես ոչ մեկին չեմ սիրում։ Այդ ժամանակ, երբ որ նոր էի ամուսնալուծվել, կարիք ցանքով էին ինձ մոտենում, ինչ որ sense դժբախտ դեմքերով։ Ուզում եմ ասել, ճիշտ ասած, ձեր դեմքը ավելի դժբախտ է, քան իմ, որ ես ամուսնալուծվել եմ։ Բայց բացարձակ դժբախտության նշույլ չկար, հակառակ, ես ավելի ուժեղացա, ես ավելի հասկացա, որ ես հիմա ունեմ շատ լուրջ խնդիր իմ դիմաց դրված, որտեղ ունեմ երկու աղջիկ, ու տղաներ չեն, որ sense իրանք ուժեղ են, երկու նուրբ էակ, ես էլ իրենց հետ 3, որ մենք 3-ով հիմա պետք է ապրենք այս կյանքը, ու ապրենք լավ, որակով, չգցելով այդ կյանքի որակը չգցելով, ես պետք է շարունակեմ ապրել իմ աղջիկների հետ։ Իսկ հոգեպես ովքեր էին աջակցում այդ պահին, որովհետև դու ինքդ նաև քո մասին պիտի հոգ տանեիր, բացի այն, որ դու ինքդ էիր ծանր հոգեվիճակում, նաև աղջիկներիդ մասին պիտի մտածեիր։ Ովքեր էին աջակցում։ Բնականաբար ծնողներս առաջին հերթին, իրենք մի վայրկյան չեն կասկածել եւ իմ ամուսնության հետ կապված ոչ ամուսնալուծության իմ կողքին են եղել միշտ քույրս հատկապես եւ շատ հետաքրքիր է որ իմ մոտիկ ընկերուհիները էլի հողիկի շրջապատի մարդիկ են իմ մոտ ընկերները այդ ոնց որ ինքն է ծանոթացրել ու իրանք այտենց 20 տարի արդեն իմ կողքն են ու իրենք շատ աջակցել են, կողքս եղել են եւ հոգեպես եւ ֆիզիկապես ամեն ձևով ոնց որ իմ կողքին են եղել, այտենց հանել են այդ վիճակից։ Վերջերս Հովհաննեսը հարցազրույցի ժամանակ նշեց, որ ըստ իս ամուսնությունը դա հիմարի եւ ապուշի միասնություն է, ընդ որում ապուշը տղամարդն է, հիմարը կինը։ Դու պատրաստ ես այսօր կրկին եւս մեկ անգամ հիմարանալ, բայց արդեն մեկ ուրիշի համար։ Ոչ։
Միանշանակ ոչ։ Ես հաստատ չեմ ցանկանա այլևս ամուսնանալ, ոչ թե որ ինքը վատ բան է, ինքը շատ լավ բան է, մանավանդ այն մարդկանց համար, որ ուզում են ամուսնանալ։ Սիրելիներս, ամուսնությունը շատ լավ բան է, բայց արդեն ոչ ինձ համար, որովհետև ես մի անգամ արդեն եղել եմ այդ ամեն ինչի մեջ, ես լավ հիշողություն ունեմ, ամեն ինչ լավ հիշում եմ ու հաստատ էլ չեմ ցանկանա այդ կենցաղի մեջ մտնելու։ Ես կենցաղի մարդ չեմ, այդ էլ ասեմ, երևի թե այստեղ մի քիչ այն հին խոսակցությունը կկապվի իրար, որ ես էլ տենց շատ կենցաղի մարդ չեմ, շատ տենց տանկին չեմ եղել երբևիցե, չնայած մենք իրար շատ լավ հասկանում ենք այդ առումով, երբեք չի եղել էլ ինչի բորշը սարքած չի, ինչի տները մաքրած չի։ Ես հաստատ չեմ ցանկանա, նախ սկսենք նրանից, որ չկա էլ այդպիսի տղամարդ, որ ես կարողանամ իր հետ իմ կյանքը պատկերացնեմ, ինձնից կայացած, ինձնից խելացի, բանիմաց եւ առհասարակ։ Իսկ այս տարիների ընթացքում քո սիրո մասին քո պատկերացումները փոխվել են։ Ճիշտ ասած, չէ, ուղղակի մեծացել եմ։ Չի փոխվել ոչ մի բան։ Ուղղակի տարիներն անցել են եւ փոխվել եմ, մի քիչ արժեքներ են փոխվել։ Կարելի ասել, ոչ թե սիրո մասին պատկերացումս, այլ արժեքներս են փոխվել։ Վերարժեքավորել եմ կյանքը, մանավանդ 20 թվականից հետո։ Մերի, իսկ նշեցինք սկզբում, որ քեզ շատերը դեռ հիշում են որպես Մերի Ազոյան, դա քեզ երբևէ խանգարել է այս ընթացքում։ Ժամանակի շատ օգնում էր եւ հակառակ ավելի դռներ էր բացում։ Հիմա ես արդեն Մարտիրոսյան եմ, 10 տարի է։ Հիմա ոչ խանգարում է, ոչ վնասում է։ Հիմա արդեն Ազոյան շատ քիչ կա, որ իրենց հեռախոսի մեջ կամ բլոկնոտի մեջ Մերի Ազոյան են։ Մենք ամուսնալուծության ժամանակ ես փոխել եմ իմ ազգանունը։ Արի խոսենք նաև Մերի Մարտիրոսյանի մասին։ Ես գիտեմ, որ դու հրաշալի նորություն ունես շուտով եւ ովքեր քեզ լավ ճանաչում են, գիտեն, որ դու նաև նկարչուհի ես, ովքեր չգիտեն, անակնկալ կլինի, որ շուտով քո առաջին անհատական ցուցահանդեսն է սպասվում, արի դրա մասին խոսենք։ Դե նկարում եմ արդեն 28 տարի է, այսինքն 28 տարվա նկարչուհի եմ, բայց քանի որ զբաղվեցի մեյքափով, մի տեսակ ոնց որ նկարչությունը ետին պլան, հա, գնաց, որը շտկեցի այս տարի, որոշեցի, որ արդեն երեխաներին ունեցել եմ, տունը կառուցել եմ, բիզնեսը դրել եմ, արդեն պետք է զբաղվեմ իմ հաճելի գործով, դա իմ նկարչությունն է։ Ես շատ հանգստանում եմ, անկեղծ ասած, նկարելուց, շատ։ Դա նախ մոտորիկան է զարգացնում, հիշողությունը դա զարգացնում, մի խոսքով ինքը շատ լավ հանգստացնում է մարդուն։ Եվ մի քանի ամիս է արդեն շատ ինտենսիվ նկարում եմ, որպեսզի ամռանը ունենամ իմ առաջին ցուցահանդես վաճառքը։ Կհրավիրեմ անպայման, կգաք իմ հետևորդներն էլ, ընկերներն էլ, ով գիտի, ով չգիտի, անպայման կտեղեկացնեմ սոցցանցերում, որ գան տեսնեն, գնահատեն։ Ես սովորել եմ Մամել Սամվել Բաղդասարյանների մոտ, իրենք ցավոք սրտի արդեն չկան, բայց շատ լավ նկարիչներ ունենք, իրենց սաներից շատ լավ հայտնի նկարիչներ ունենք։ Այդպես։ Մերի արդեն 16 տարի զբաղվում ես դիմահարդարմամբ եւ վերջերս բացել ես քո գեղեցկության սրահը։ Խնդրում եմ պատմես ինչպես անցնում օրվա մեծ մասը, գիտեմ, որ տրամադրում ես հիմնական ժամանակը հենց սրահին։ Այո, երրորդ աղջիկս։ Կարելի է այդպես ասել, որովհետեւ 16 տարի գեղեցկության ոլորտում եմ աշխատել ու միշտ բարձրակալությամբ են եղել իմ գեղեցկության սրահները եւ վերջապես 2026 թվականի հունվարի 17-ին ես ձեռք բերեցի եւ տարածքը որպես սեփականատեր եւ իմ անձնական արդեն գեղեցկության սրահ եւ սպան, մեր մոտ նաեւ սպա է։ Իսկ ինչու լյումե անվան համար շատ են հարցնում, որովհետև քաղաքում լյումեներ շատ կան, բայց մերը լյումե է, մягкий знакով, իմ եւ ընկերուհուս անունների հապավումներ, քանի որ մենք մինչեւ իմ գեղեցկության սրահ փոքրիկ խանութ ունեինք միասին, զարդերի խանութ էր,
Եվ երկուսինս էր մեր հապավումներն էր Լուր եւ Մերի։ Դեն ստացվեց Լյումե։ Ինքը ինքան սիրուն անուն էր, որ ես ուզեցի ճիշտ ասած իմ գեղեցկության սրահի անունը լինի Լյումե, չփոխենք ոչ մի անուն եւ այդպես դարձավ Լյումեն։ Գիտեմ, որ դու սիրում ես աշխատել մինիմալիստական ոճով, մարդկանց դիմագծերը չես փոխում, երբ գալիս են քեզ մոտ։ Առհասարակ հիմա տենդենսները շատ վախեցնող են։ Քեզ համար ինչպիսին է դա, որովհետև գիտեմ, որ շատերը գալիս են եւ պահանջում են մի բան, որը քո սկզբունքին դեմ է։ Ինչպես ես օրինակ աշխատում այդ ժամանակ։ Երբ ավարտեցի Հրանուշ Եղոյանի մոտ մեյքափ ստուդիոն, առաջի օրվանից ես գիտեի, որ ես նուրբ դիմահարդարող եմ լինելու։ То есть այդ արաբական մեյքափները իմս չեն, ոչ եղել են, ոչ կան, ոչ կլինեն։ Իհարկե, եթե լինում են հաճախորդներ, որ իրենց դա պետք է, այսինքն ինչ-որ նկարահանումների են գնում, որևիցե ինչ-որ կլիպ կամ բան, ես անում եմ, ես դա էլ եմ կարողանում, քանի որ նկարչուհի եմ, ես կարող եմ նկարել ամեն ինչ, բայց ինձ համար հոգեհարազատ է նուրբ մեյքափ, նո մեյքափ վիճակը, եւ իմ հաճախորդները շատ տարբերվում են մնացածի հաճախորդներից, որովհետեւ իրենք կամ դասախոսներ են, կամ բժիշկներ են, հանգիստ նուրբ մարդիկ են, ովքեր առօրյա կյանքում ընդհանրապես չեն շփարվում։ Դա համար իմ ձեռագիրը իրենց համար իդեալական է ուղղակի լինում։ Ես ինքս էլ շատ չեմ սիրում սա, մաքսիմումն է, որ ես դիմահարդարվում եմ։ Մեր հաղորդման շրջանակներում մի ավանդույթ ունենք, հյուրը պատմում է մի անֆիլտր պատմություն, այսինքն գույները չես փափկացնում, պատմես այնպես, ինչպես եղել է, ինչ կհիշես։ Հովանեսի հետ կապված։ Պարտադիր չի, դու ինքդ որոշիր։ Հա, դե կարող եմ իր մասին չպատմեմ, բայց իր մասին իր հետ է եղել ամենազավեշտալի պատմությունները իմ կյանքի դրա համար երևի թե պատմեմ։ Ուրեմն ես շատ բողոքում եմ, որ արվեստի մարդը ինքը շատ ժամանակ մոռանում էր ծնունդ, մարտի 8, ապրիլի 7, բան, հետո անպայման շնորհավորում էր, բայց այդ ժամանակ այդպես ինքը իր մտքերով ծրված լիներ, բան մոռանար, անգամ եղել է որ ծնունդս դա մոռացել, շնորհավորի անգամ։ Ու մի օր գալիս եմ տուն զանգում ասում մեր երեխեքին հագցրու, դու էլ հագնում ես, գնում ենք մանումենտ չի, բուսաբանական այգի։ Ասում մենք եղանակներ տենց լա։ Չէ, արագ հագնենք, գնում ենք ման գալու։ Ասելա հիմա մարդու մտքով անցել է, էլի հազիվ միտեղ ենք գնում, բան։ Երեխեքին հագցրեցի, բան, ցենց արագի մեջ, բան։ Հիմա կալյասկաները դրեցինք մեքենաների մեջ, ու զգում եմ շատ արագ է այս ամեն ինչը։ Գնացինք, իջանք, դրեցինք, պուճուրին դրեցինք, մեծի ձեռքը բռնեցինք։ Հիմա ստեղով ենք քայլում, տեղով քայլեց։ Հիմա սենց ենք գնում, հիմա նենց ենք գնում, ինչ զգում եմ, արագացրած լինեն այդ կադրերը։ Արագ, վերջացավ ոնց որ տենց մի 40 րոպե մանեկան կասեց, տեսյո գնում ենք տուն։ Вообще ման են գալի, տենց երկար ման են գալի, հետո կաֆե են նստում, հետո գնում են հաց ուտելու, ինչ որ երեխեքի հետ էլ, չէ, ես ժամանակ չունեմ, ես սյոմկի եմ, էլի պետք է գնամ։ Տենց գալիս ենք տուն ու դիմացում արտի 8-ներ։ Ես մտնում եմ մի օր տուն, տեսնում եմ մեծ արկղադրած սեղանին ու Մերիին։ Արկղը բացում, տեսնում եմ 20-30 հատ մեր նկարներն է, այդ օրվա, այսինքն ինքը ֆոտոգրաֆեր վարձել, ու կարագարակ քայլում ենք ման են գալի, որտեղ ունենանք ընտանեկան ալբոմ, այդ շատ ծիծա, իհարկե շատ հաճելի էր, որտեղ տենց մտածել է ինքը, այդ ամեն ինչ արել է, բայց այդ արագ ման գալ, ես կյանքում տենց արագ չէի ման եկել, ամեն դեպքում։ Փաստորեն լավ էլ ուշադիր էր Մերի։ Չէ, ինքը իմ հանդեպ շատ ուշադիր է եղել, ուղղակի որ ցրված էր ավելի շատ, այսինքն ինքը այդ իր սցենարները դե տարվա մեջ լինում էր 2-3 հատ ֆիլմում էր նկարում, խեշտղեն ոնց հիշեր, մարտի 8, ապրիլի 7, ես էի քուրներ, մամաներ իր աղջիկներն էին, մենք էլ էինք շատ։ Բայց երբեք չի եղել այդ առումով էլի նեղած ես նեղանամ կամ բան, ես չեմ նեղանում, ես տակտիկ նավություն եմ նեղանում։ Ինչի համար ես դու ամենաշատը շնորհակալ կյանքում։ Կյանքում շնորհակալ եմ Աստծուն, այն կյանքը, որ ունեմ։ Եվ ունեցել եմ, եւ ունեմ, եւ որ ունենալու եմ։ Շատ ուրախ եմ ու շատ երջանիկ, որ ունեմ հենց այդ երեխաներին, հենց իմ ծնողներին, հենց նախկին ամուսնուն եւ այն ամեն ինչ ինչ որ ունեմ ու ընկերներիս համար, որտեվ աշխարհի լավագույն ընկերները իմ կողքին են։
Հաղորդման վերջում ուզում եմ փոքրիկ բացահայտում անել, ուզում եմ շնորհակալություն հայտնել Մերի Մարտիրոսյանին իմ դիմահարդարման համար, քո գեղեցկության սրահին, Լյումե գեղեցկության սրահին, ինչպես նաև Վարսահարդար Վարդանին։ Շատ շնորհակալ եմ գեղեցիկ դիմահարդարման համար, եթե դուք սիրում եք մինիմալ գեղեցիկ խնամված տեսք, պարտադիր վստահեք Մերիին, նա չի փոխում ձեր դիմագծերը, բայց դարձնում է ավելի գեղեցիկ ու խնամված, ինչպես նաև շնորհակալություն եմ հայտնում Mova ֆոտոստուդիայի նկարահանումներն այստեղ իրականացնելու համար։ Մերի հաղորդման վերջում մեկ անֆիլտր լուսանկար միասին։ Սիրով։ Առանց ֆիլտրերի այսօր զրուցում էինք դիմահարդար եւ նկարչուհի Մերի Մարտիրոսյանի հետ, կհանդիպենք արդեն հաջորդ անգամ։